Բարի գալուս Սիվիլնետ, մինչ հարցազրույցին անցնելը մենք խնդրում ենք հավանել այս տեսանյութը տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Սիվիլնետի YouTube-յան էջին, իսկ եթե գնահատում եք մեր աշխատանքը, ապա խնդրում ենք այցելել Սիվիլնետի կայքեջ եւ սեղմել դոնեյթ կոճակ, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը Հայաստան խմբակցության падգամավոր Հայ-եղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Քրիստինե Վարդանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հնարավորության համար։ Տիկին Վարդանյան, ապրիլի 23-ին ավանդական ջայերով երթներ եւ ավանդական ջայերով երթը ինչպես ամեն տարի զուգահեռվում է կամ ջայերով երթի ժամանակ տեղի ունենում Հայաստանի ներողություն Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրման արարողությունը եւ այդ այրումը ամեն տարի դրա վերաբերյալ թե իշխանության թե հասարակության տարբեր խմբերի վերաբերմունքը տարբեր այսպես փոփոխություններ է կրում եւ այս անգամ իհարկե մենք տեսանք իշխանության քննադատությունը, բայց մինչեւ քննադատությանը անցնելը այ ինչ խնդիր է լուծում շատերի մոտ այդ հարցը առաջանում է ինչ խնդիր է լուծում Դաշնակցությունը կամ Դաշնակցության երիտասարդները երբ այրում են երկու հարևան պետությունների դրոշները Նախ ջայերով երթը իսկապես Դաշնակցության երիտասարդական ուսանողական միությունների ի սկզբանե մտածած եւ իրականացրած ակցիան է, գաղտնիք չի, որ ամբողջ աշխարհում երիտասարդները Դաշնակցության դեպքում էլ շատ ավելի հստակ են իրենց դիրքորոշումներում, եթե կուզեք արմատական են, կարող են այդպես էլ ձևակերպել եւ դրոշի այրումը ընդհանրապես քաղաքական ակցիա է, որը ի դեպ աշխարհի տարբեր երկրներում տեղի է ունենում, այսինքն կան երկրներ, կան դեպքեր, երբ այդ երկրի դրոշն է այրվում ինչ-որ քաղաքական ակցիայի շրջանակներում, այսինքն քաղաքական ակցիա է։ Ես այո, իհարկե ծանոթ եմ քննարկումներին, գիտեմ, որ մարդիկ կա, ովքեր ում դա դուր է գալիս, մարդիկ կան, ում դա դուր չի գալիս, եւ դա բնական նորմալ քննարկում է, որևէ խնդիր այդտեղ չեմ տեսնում։ Ես պիտի ուղղակի այս կոնտեքստում երևի պատասխանեմ այն քննադատությանը, որ լավ ինչ եք անում, այդ դրոշ այրելով ուժեղանում ենք, ինչ ենք անում։ Չէ, քաղաքական դիրքորոշման արտահայտման ձևերից մեկն է եւ դա ուղղակի ֆիքսում է վերաբերմունքը կոնկրետ կառավարություններին, որոնք այդ պահին այդ դրոշի ներքո հանդես են գալիս։ Ես որևէ մեկին ծանոթ չեմ, անկեղծ եմ ասում, ով ասում է, որ մենք դրոշ այրելով բանակի վերազինում ենք անում, դրոշ այրելով լուծում ենք մեր տնտեսության հարցերը, դրոշ այրելով է, որ մենք ուժեղանում ենք։ Այդպիսի մեզ քննադատում են դրա համար, որ նաև, այսինքն որ դա անելով օրինակ ուժեղանում ենք, չէ, դա վերաբերմունքի արտահայտման ձև է։ Ես քննադատում են գիտեք ինչի համար, որ ասում են կա 10 միլիոնից Ադրբեջան, եթե շատ պարզեցնեմ այդ քննադատությունը, հա, եւ կա 90 միլիոնից Թուրքիա, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ, մեկ ավելի թշնամաբար, մյուս ավելի քիչ թշնամաբար, գուցե տարբեր են մեկնաբանությունները, բայց ամեն դեպքում նման գործողություններով Հայաստանն է այստեղ տուժող եւ Հայաստանն է այստեղ թույլ կողմը եւ փոխանակ փորձի լեզու գտնել այդ հարևանների հետ, ավելի գրգռում է այդ հարևաններին։ Դրոշ այրելը եւ դիրքորոշում արտահայտելը կապ չունի լեզու գտնել փորձելու հետ։ Եթե այդ նարատիվին մենք նարատիվով առաջնորդվենք, դիրքորոշման արտահայտումը խնդիր է, դուք ինչ չեք կարողանա ցույց տալ։ Այո, ճիշտ է, որ թվով մեծ են, ավելի բազմաքանակ են, տնտեսապես էլ ավելի լավ վիճակում են, բայց դուք ինձ երբեք չեք կարողանա ցույց տալ դեպք, որ պատմական նաև կտրվածքով, որ հնարավոր է եղել ագրեսորին կամ թշնամաբար տրամադրված երկրին զսպել դիրքորոշում չարտահայտելով։ Չեք կարող ուղղակի ցույց տալ։ Հիմա մեր մոտեցումը դա է։ Դիրքորոշումը հատկապես երիտասարդները, Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիները, իրավունք ունեն այնպես ինչպես պատկերացնում են, այսինքն չխախտելով երկրի օրենքները։ Հիմա եթե մենք գրգռում ենք համարում Հայաստանի ներսում տեղի ունեցող քաղաքական ակցիան, էլ ինչ կարող է Թուրքիային գրգռել, եթե այդ ճանապարհով գնանք։ Հայաստանում ուրիշ ինչ պիտի չլինի, իսկ Թուրքիային չի գրգռում ապրիլի 24-ին ցեղասպանության հուշահամալիր բազմահազարանոց, տասնյակ հազարանոց հայրի այցելությունը, իսկ Թուրքիային կարող է գրգռել մեր պատմության դասագրքերը, իսկ Ադրբեջանին ուրիշ ինչ։ Այսինքն եթե մենք ներքաղաքական մեր ակցիաները սկսում ենք պայմանավորել, դրանով ենք սկսում պայմանավորել թշնամու գործողությունները, ինձ նախադեպ ուղղակի ցույց տվեք այդպիսի։ Այս տարի ինչով էր արտառոց, որ այս հասարակական քննարկումները, որ շատ առողջ քննարկումներ են, մենք այդտեղ խնդիր չենք տեսնում, մենք այդտեղ ներկայացնում ենք այն դիրքորոշումը, որը մենք ունենք, ու դա էլի եմ կրկնում, քաղաքական ակցիա է, քաղաքական դիրքորոշման արտահայտում։ Այս տարին բացառիկը ինչ էր, որ Հայաստանի կառավարությունը միացավ փաստորեն Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող արձագանքերին ու պաշտոնական մակարդակով պետական գործակալությանը տրված պաշտոնական մեկնաբանությամբ դատապարտեց խոսնակի մեկնաբանությունը, որը փոխանցում էր Նիկոլ Փաշինյանի երթազնական կարծիքը, դատապարտեց դրոշի այրումը եւ դա բավական չէր, դա կապեց ադրբեջանական կրակոցների հետ, որոնք մեկ ամիս է արդեն հնչում են։ Սա է մեր համար խնդրահարույցը, սա է աննախադեպը։
Մենք ասում ենք ոնց էսպեսի բան կարող է տեղ ունենալ։ Մեկ ամիս առաջ խանած ինչու էին Սյունիքում։ Կապելը կարող է, բայց այնուամենայնիվ երկրի ղեկավարը ինչ պետք է աներ, չպետք է դատապարտեր կամ պետք է ուղղակի ձեր պատկերացրածով, պետք է ուղղակի լրեր, չարտահայտել դիրքորոշում դրա վերաբերյալ։ Ղեկավարը, եթե այս մասով որոշել էր խոսալ, մի բան ուներ ասելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ են օրենքի սահմաններում արտահայտել իրենց դիրքորոշումը եւ Հայաստանի Հանրապետությունում ակցիաները որևէ այլ երկրի ներքին գործերի միջամտության առիթ չեն կարող։ Սա կարծիքի ազատության մեջ է տեղավորվում։ Օրենքով սահմանափակված է։ Չէ, նկատում եմ սա կարծիքի ազատության մեջ է տեղավորվում։ Ինչի մեջ է տեղավորվում։ Որովհետեւ ժամանակին մի քանի տարի առաջ, երբ Ռուսաստանի դրոշ էր ուզում այրել, արդեն չեմ հիշում, կարծիքի ազատություն էր թե վանդալիզմ էր։ Ուզում եմ ասեմ, երբվանից դա խնդիր դարձավ մեր երկրում։ Դե նույն ձև դատապարտելի է նաև տվյալ դեպքում Ռուսաստանի դրոշի այրումը, որովհետև դա էլ Ռուսաստանում այնպես չի որ դրական էմոցիաներ կառաջացնի Հայաստանի նկատմամբ։ Դրականի բացասական չէ։ Եկեք ֆիքսենք հետևյալը։ Մենք կարող ենք տարբեր վերաբերմունք ունենալ բողոքի արտահայտման տարբեր ձևերի վերաբերյալ։ Դա սուբյեկտիվ ընկալումներ է, մեկին կարող է դուր գալ, կարող է զուտ վիզուալ, կարող է համաձայն չլիներ ակցիա իրականացման, բայց ակցիան դատապարտելի է պետական մակարդակով կամ դատապարտելի չէ, եթե դա խնդիր ունի օրենքի հետ։ Քանի օրենքի հետ խնդիր չունի, ինչ է նշանակում դա այսպես թիրախավորել ու թշնամական գործողություններ կապել դրա հետ։ Դա է իմ հարցը։ Մեր բոլոր քաղաքացիները, ովքեր կարծում են իրենց ճաշակով չի այդ ակցիան, այդպես չէին վարվի իրենց հետ որևէ խնդիր չկա, իրենք էլ նույնչափ ազատ քաղաքացիներ, որոնք կարող են իրենց բողոքը այլ կերպ արտահայտել։ Տեսեք, օրինակ քաղաքական քաղաքական ակցիա, բայց օրինակ շատ եվրոպական երկրներում, ես հիմա կխոսեմ երևի ամենադեմոկրատական երկրներից մեկի Շվեդիայի մասին, որ մենք լրագրողական խմբով այցելել էինք ամիսներ առաջ, այնտեղ խոսում էինք նրանց լրագրողական շրջանակների, քաղաքական շրջանակների հետ եւ իրենք ունեն օրենք, հիմա հստակ չեմ կարող հիշել այդ օրենքը, բայց հողում էին անում այդ օրենքին, ասելով որ խոսքը ազգային անվտանգության մասին է, այսինքն խնդիրներ, որոնք կարող են հարուցել ազգային անվտանգության հետ կապված հարցեր, դրանց լուսաբանումը, դրանց հետ կապված հայտարարությունները մեդիայում մեծ հաշվով ինչ որ չափով սկսում են արգելվել այդ երկրում։ Այդ պարագայում, երբ որ խոսում էինք, խոսքը Էրդողանի նկատմամբ վերաբերմունքի մասին էր։ Եվ իրենք ասում էին հետևյալը. այդ օրենքը տվյալ դեպքում սկսում է տարածվել նաև այս ոլորտի վրա։ Ասում են հետևյալը. քանի որ Թուրքիան ունի խնդիր Շվեդիայի ՆԱՏՕ մտնելու հետ, եւ Էրդողանը այդ հարցի նկատմամբ բավական զգայուն է, ասում են մենք հիմա օրինակ չենք կարող գրել, որ Էրդողանը դիկտատոր է։ Մեր ազգային անվտանգության շահերից դա չի բխում եւ արգելված է մեծ հաշվով։ Ի նկատի ունեմ, գիտեք, 90-ականների Թուրքիան մի Թուրքիա էր, կամ չգիտեմ 2000-ականների, կարող են ընդհանրապես ուշադրություն չդարձնել դրա վրա, բայց հիմա եթե Էրդողանի պորտրետը այրեն ինչ որ միտեղ, դա կարող է շատ մեծ արձագանք ունենալ։ Ի նկատի ունեմ այս փոփոխությունը, ժամանակի փոփոխությունը, ակցիաների նկատմամբ զգայունությունների փոփոխությունը, դաշնակցությունը նկատում է թե ոչ։ Նախ բնականաբար ժամանակի նկատմամբ փոփոխություններ եւ զարգացումները պետք է հաշվի առնել եւ դու իրողություններից կտրված կլինես, եթե դա չանես։ Այդտեղ մոտեցումների հարց է։ Ես հիմա իհարկե զերծ կմնամ Շվեդիայի իշխող ուժին կամ կառավարությանը տեսակետ արտահայտել, որտեղ առանց դել մենք բավական խնդիրներ ունենք, բայց երկու մոտեցում կա։ Ինչպես եթե հարցը դա է, կոնցեպտուալ հարցի վերջը դա է, ինչպես դիմագրավել ագրեսոր կամ ուզում եք այսպես ձևակերպենք բարեկամական վերաբերմունք չունեցող երկրին, ինչպես դու դա կարող ես իրականացնել։ Մեր խնդիրը այն է, որ եթե Հայաստանի ներկա կառավարությունը ֆիքսել է, որ պիտի որևէ խելոք մնանք մենք, որևէ կերպ հանկարծ չջղայնացնենք, թե չէ կհարցակվի եւ անենք այն, ինչ որ իրենք ասում են, ինչը ու այդ ցանկը մի հատ նախ պետք է հրապարակել, ինչն է ջղայնացնում Թուրքիային, եւ դա ուղիղ պետք է ասվել մեր հանրությանը, որ ես կառավարությունը նկատի ունեմ գնում եմ այն ճանապարհով, որ ֆիքսել եմ, որ Թուրքիային SS բաները ջղայնացնում է, սա այլևս չեն կանելու։ Սա մեկ, պիտի ասվի։ Հիմա իմ վերաբերմունքը դրա նկատմամբ։ Ես էլ ասում եմ, իսկ որ դեպքում է դա աշխատել։ Նույն Եվրոպան ամենալավ օրինակն է, որ ագրեսորին, ագրեսիվ տրամադրված երկրին զիջումներով դու չես կարողանա բանանել, զսպել։ Դա մենք այդպիսի քաղաքականությունը մեզ բերեց երկրորդ համաշխարհային պատերազմ, երբ որ թվացial մենք ֆաշիստական ուժերին կարող ենք զսպել, զիջելով Չեխոսլովակիան, կատարելով իրենց նախապայմանները, մի քիչ դե մեր սահմաններին դեռ չի ասել, զիջենք,
ու խաղաղեցնելու քաղաքականությունը ագրեսորին բերեց նրան, որ այդ ագրեսորը ի վերջո զաղթեց ամբողջ ցամաքային Եվրոպան եւ ուզում էր տարածվել։ Միայն ագրեսորին բոլոր ճանապարհներով զսպելու քաղաքականություններ, որ այդ չարիքը ոչնչացրեց։ Հիմա նույնը Թուրքիայի դեպքում է։ Այս երկիրը մտնում է Սիրիա, սպառնում է Շվեդիային, սպառնում է Հայաստանին, Կիպրոսում է։ Հնարավոր է արդյոք իրեն զսպել պահանջները կատարելով։ Մեր դիրքորոշումը այն է, որ չէ, արդյունավետ միջոցը զսպման քաղաքականությունն է։ Այս ինչպես պիտի զսպենք արդեն, քննարկման հարց է։ Տեսեք, ամեն ինչ ճիշտ է ասում, այս հետևությունը մի փոքր, այսինքն ձեր եւ շատ այլ գուցե նաեւ շատ այլ ուժերի չի համընկնում։ Դուք ճիշտ եք ասում, մտել եք Սիրիա, Եվրոպայի նկատմամբ ունի սպეციფიկ վերաբերմունք եւ շարունակում եք կոշտացնել այդ վերաբերմունքը եւ այլն եւ ասում եք այսինքն խաղաղեցնելով հնարավոր չի, բայց գրգռելով հնարավոր է։ Էս դա սխալ հարցադրումը։ Ինչ է նշանակում գրգռել։ Ես ասում եմ, եթե մենք հիմա ֆիքսենք, որ Հայաստանը ներքաղաքական ակցիան Թուրքիային գրգռում է եւ դա կազուս բելի կարող է հանդիսանալ օրինակ հարձակման համար, մինչեւ ուր ենք տենց գնալու։ Թուրքիային կարող է գրգռել նաեւ մեր ցեղասպանության հուշահամալիր այցելել է։ Էս է հարցը։ Շատ խոսեցինք այս թեմայով, չէի պլանավորել այդքան։ Շատ լավ, տեսեք, դաշնակցությունը մշտապես հանդես է գալիս ինքնիշխանության, այսպես ամրապնդման ուրեմն դիրքերից խոսում է Հայաստանի հզորացման, ուժեղացման մասին, ինքնուրույնության աստիճանի բարձրացման եւ այլն։ Ընդհանրապես այս ստրատեգիայի մեջ դաշնակցության կամ այս խոսույթի մեջ կամ հայտարարությունների մեջ որքանով է տեղավորվում օրինակ Հայաստան Դաշնքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունները կամ որքանով է հաշտ դաշնակցություն այդ հայտարարությունների հետ, որ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսներից մեկում ասաց, որ մաքսային ներողություն միութենական պետությունը կարող է դիտարկել որպես օպցիա Հայաստանի համար։ Ոչ թե ասաց, որ կարող է դիտարկել, այլ ասաց, եթե նման առաջարկ լինի, պետք է հասկանալ ինչ է առաջարկը։ Որպես օպցիա կարելի է։ Քաղաքական գործիչները տարբեր են լինում, իրենց մոտեցումներով, իրենց անալիզ անելու կարողություններով եւ տարբեր են արձագանքում նաեւ հարցերին։ Եթե մի քաղաքական գործիչ իր հիմքը հանդիսանում է քաղաքականության պրագմատիզմը ու ելնել է մշտապես քաղաքական իր կարիերայում նրանից, որ ինչ առաջարկ կա, ես պիտի մերժող կողմը չլինեմ, հասկանամ ինչ է առաջարկը ու դրա արձագանքեմ, այդ քաղաքական գործիչը իր հայտարարությունները իրականացնում է այդ տրամաբանությամբ։ Դաշնակցության համար այդտեղ հարցը շատ ճիշտ ասած պարզ է մեզ համար։ Մենք այն ուժն ենք, ով ծրագրում ամրագրել է ազատ անկախ ու միացյալ Հայաստանի դրույթը։ Մենք այն ուժն ենք, ով 70 տարի սովետական միության հետ ամենաանհաշտ պայքարն է մղել եւ դրսում նաև խնդիրներ ա ունեցել Հայաստանի եռագույնը պահպանելու համար։ Հիմա մեզ համար այդ անկախությունը, ինքնիշխանությունը, որի համար նաև ամենաշատ զոհերն ենք տվել, գերագույն արժեք է։ Եթե մենք քննարկում ենք որևէ այլ ինչ որ չգիտեմ, մաքսային միությունա դա, տնտեսական միությունա, տարբերակներ, օրինակ BRICS-ի անդամ լինել կարող ենք քննարկել, կարող ենք քննարկել ԵՄ անդամ լինել, կարող ենք քննարկել։ Հիմա դա որևէ ձև ինքնիշխանության սահմանափակում է, այո, ինքնիշխանության սահմանափակում է բոլոր տեսակի, բայց որևէ տարբերակ, որը Հայաստանին զրկում է արտաքին հարաբերությունները ինքնուրույն վարելուց, որը Հայաստանին զրկում է ազգային շահերը իր պաշտպանելուց ու առաջ տանելուց ու սահմանափակում է դա, մենք դրան մշտապես ենք տնաղել։ Մաքսային միությունը տարբերակ է դաշնակցության համար։ Մաքսներողություն, միութենական պետություն տարբերակ է դաշնակցության համար։ Ես ուզում եմ հասկանամ, այդ դրա նախագիծը որտեղ կա։ Մեր համար ասում եմ, ինչը որ սահմանափակում է մեր ինքնիշխանությունը, մեր ազգային շահերը որպես հայկական պետություն առաջ տանելը, ընդունելի չի։ Դրա շուրջ քննարկումներ կան, նախագիծ չկա։ Ընդունելի չի։ Հիմա ինչը ասում եմ, սահմանափակում է ինքնիշխանությունը ու մեր ազգային շահերը առաջ տանելը, դա ընդունելի չի։ Ես այս միութենական պետության մասին հարցը ինձ գիտեք ինչ է թվում մեկ-մեկ, որ մենք ինչ որ մեկ օրակարգ է նետել, խոսում ենք նրանից, ինչը գոյություն չգիտենք էլ գոյություն ունի թե չէ։ Համամիտ եմ, ինքը գոյություն ունի, դրա շուրջ քննարկումները շատ են, դրա շուրջ եղել են ազդակներ նաև Ռուսաստանից, ոչ ամենաբարձր մակարդակով, բայց եղել են քննարկումներ, որ ավելի բարձր մակարդակով դրվել է այդ հարցը, բայց իհարկե Հայաստանի մասին։ Այո, բայց իհարկե չի սպրդել, չգիտեմ, հանրային դաշտ եւ այլը, բայց այնուամենայնիվ միութենական պետությունը գոյություն ունի եւ դրա շուրջ արտահայտվում են հիմա Հայաստանում դրամատիկ ցանկալի հարցը հանկարծ կիսած չմնա դաշնակցության համար Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը, Հայաստանի արտաքին քաղաքականությունում ոչ միայն արտաքին քաղաքականությունում, այլ ազգային շահերը առաջ տանելուն խոչընդոտող որևէ
ձևաչափ ընդունելի չի, մենք այն ուժն ենք, Միութենական պետությունը խոչընդոտում է թե ոչ։ Ես չգիտեմ ինչ է միութենական պետությունը։ Այդ եմ հարցնում, որտեղ է այդ ինչ է միութենական պետությունը։ Բելարուս, Ռուսաստան միությունը։ Չէ, Հայաստանը ինչ Հայաստանը հիմա կա առաջարկ, որ SSS պայմաններով դու կարող ես մտնել ու ես հիմա կարող եմ դիրքորոշում արտահայտել։ Ես այդ պայմաններին ծանոթ չեմ։ Ես հիմա օրինակ Հայաստանին ԵՄ անդամակցությունը խոչընդոտում է իր ազգային շահերը, կարող է խոչընդոտել իր ազգային շահերը առաջ տանելուց եւ ինքնիշխանության այնպիսի սահմանափակում է, որ ընդունելի չի։ Հիմա այս հարցեր են, չէ՞, այսինքն ես թեորիական խոսել մի բանի մասին, որը չկա էլ ու որևէտեղ ձևակերպում չէ, դառնում է քաղաքական շահարկումների առարկա։ Ասացիք դաշնակցության նպատակը ազատ անկախ Միացյալ Հայաստան ունենալն է։ Դա ծրագրում ամրագրված մեր իդեալն է, տեսլականը, այո։ Միացյալ Հայաստան ասելով ինչի նկատի ունեք։ Այն տեսլականը, որը դաշնակցության ծրագրում ամրագրված է եւ այն քարտեզը, որը մենք պատկերացրել ենք, դա Սևրի դաշնագրով ամրագրված տարածքն է, բայց դա ես էլի եմ ուզում ասել, որ հիմա էլի շահարկումների առարկա չդառնա ու մեկը չվերկենա ասի, որ դուք երբ որ գաք իշխանության Թուրքիային պատերազմ եք հայտարարելու, դա այն իդեալն է, որին մենք ասում ենք պետք է ձգտել։ Դա այն ապահով Հայաստանն է, ռեսուրսներով Հայաստանը, որը մենք պատկերացնում ենք, որ կարող է ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը, զարգացումը, բարգավաճումը։ Հիմա եթե մեկը ասում է, որ օրինակ ԵՄ անդամակցությունը ավելի իրատեսական է, քան ձեր ԵՄ-ի մասին մենք պիտի երազենք, բայց այն Հայաստանի մասին պիտի չերազենք, այստեղ ենք մենք խնդիր բանանում առաջացնում։ Ինչի մենք պիտի երազենք ինչ որ բանի մասին, որը այլ պետությունների միություն է, բայց մեր երազանքը, հայկական երազանքը, որին ձգտելը միայն մեզ ուժեղացնում է, դա պիտի արգելվի։ Այս է մեր տեսլականների տարբերությունը։ Հակադրում են երբեմն պատկերացումները ազատ անկախ ուժեղ Հայաստանի մասին իրական Հայաստանի հետ ու ասում են, որ հիմա այս պահին գոյություն ունեցող Հայաստանի սահմանների հետ եւ ասում են, որ դա հակադրության մեջ է ու դուք վտանգի տակ եք դնում սա։ Մենք այն ուժն ենք, ով հանդես է գալիս հիմա եղածը ամեն գնով պաշտպանելու տեսանկյունից, որովհետեւ սա է մեր համար այն հիմքը, այն կետը, նաև այն երազանքի մի մասի իրականացումը, որը տարիներ շարունակ հետապնդել ենք։ Եթե որևէ բան պիտի կառուցվի ավելի ուժեղ Հայաստան, ավելի ապահով Հայաստան, իր իրավունքները ավելի լավ պաշտպանող Հայաստան, այս Հայաստանի Հանրապետության հիման վրա պիտի կառուցվի։ Չէ, կարծում եմ, որ այդ երազանքը, եթե այդ երազանքը իսկապես լինի, չգիտեմ, համազգային երազանք կամ ընդհանրապես իշխող ուժի երազանք եւ այլն, ինքը թույլ չի տալու, որ այս երկիրը իր այս փոքր եւ նվազ ռեսուրսներով քիչ թե շատ խաղաղ միջավայրում ապրի իր հարևանության հետ։ Ես կարծում եմ, որ ցանկացած իշխող ուժ, այդ թվում եթե իմ կուսակցությունը պիտի գա իշխանության ու այսինքն իր տեսակետները պիտի ներկայացնի, պիտի կազմի ու ժողովրդին ներկայացնի տվյալ իրավիճակին համապատասխան կառավարության ծրագիր ու միայն այդ հավանությունը ստանալուց հետո կարող է շարունակել պաշտոնավարել։ Այն, որ այդ կառավարության ծրագիրը պիտի լինի ռացիոնալ այդ ժամանակներին համապատասխան ու իրատեսական նպատակներ այդտեղ պիտի դրված լինեն, այդտեղ վեճ չկա, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող պատկերացում ունենալ որևէ կուսակցություն Հայաստանում, չի կարող պատկերացում ունենալ, ինչպիսին կարող է լինել Հայաստանը ամենահզորը, ամենահայկական շահերը պաշտպանողը։ Ես այստեղ պրովոկացիոն ձևակերպեմ հարցս, էլի։ Երբ որ մենք տեսնում ենք ադրբեջանական քարտեզներ, որի մեջ ներառված է Սյունիքը որպես ուրեմն արևմտյան Ադրբեջան, երբ տեսնում ենք թուրքական որոշակի քարտեզներ ազգայնականների կողմից, հատկապես թուրք ազգայնականների կողմից, տարվով որտեղ, չգիտեմ, այս հարավային Կովկասի մի հատվածը Հայաստանով հանդերձ ընդհանրապես Թուրքիայի մասը, մենք մեզ դա դուր չի գալիս նախ մեկ, երկրորդը մեղմ ասած դուր չի գալիս, երկրորդը առաջացնում է զայրույթ եւ վախ նաեւ երբ տվյալ դեպքում Թուրքիայի պարագայում։ Ինչու պետք է հարևանների մոտ, օրինակ այդ ձեր ասած Միացյալ Հայաստանի երազանքը որևէ ձև դրական արձագանք գտնի կամ թույլ տա մեզ հանգիստ ապրել։ Մենք էլի գնացինք այնտեղ, որ որևէ կուսակցության ծրագրում ամրագրված դրույթ դարձրեցինք պետական դրույթ։ Այդպես չի։ Ես ասում եմ կա դաշնակցություն, որը ստեղծվել է 135 տարի առաջ եւ ունի պատկերացումները իր ամենաուժեղ Հայաստանի մասին։ Դաշնակցությունը, որը կառավարող ուժ է կամ կարող է լինել կառավարող ուժ, կամ եթե կուզեք այսպես ձևակերպեմ Հայաստանում այս պահին առաջիկա, չգիտեմ, տասնամյակներում որևէ կառավարող ուժ, բնականաբար պիտի հանդես գա այս պահի իրողություններից ելնելով եւ օրինակ ես չեմ պատկերացնում Հայաստանում մի ամիս հետո, մի տարի հետո որևէ ցանկացած ուժ, որը կլինի իշխանության, պիտի, չգիտեմ, ցույց տա այդ քարտեզները, որոնց մասին ակնարկեցիք, պիտի անի հայտարարություններ, որոնք կարող են որևէ կերպ վտանգել, դրա մասին չի խոսքը։ Կառավարության ծրագիրը, որով ուժը պիտի կառավարի երկիրը։ Դա հասկանալի է, Տիկին Վարդանյանի, նկատում եմ ժամանակը չէ վերանայել Միացյալ Հայաստանի մասին
Մենք ամեն 4 տարի մեկ վերանայում ենք։ Միացյալ Հայաստանը ի՞նչն է, այսինքն ինչի մասին վերանայում։ Ամեն 4 տարի մեկ վերանայվում են այդ, այսինքն քննության են դրվում մեր մոտեցումները։ Քննության են դրվում ու ելի եմ ասում, այն պատկերացումը, որը դու ունես քո հայրենիքի մասին, երազանքը խմբագրելու նպատակը որն է, խնդիրը գալիս է այնտեղ, որ մենք ասում ենք, որ մեր որևէ կուսակցության, որևէ խմբի պատկերացումներ վտանգ են հանդիսանում պետականության համար։ Ոչ, պետականության համար վտանգ կարող են հանդիսանալ կամ բարգավաճման հիմք հանդիսանալ տվյալ պահին իշխող ուժի քաղաքականությունը կամ ներկայացած կառավարության ծրագիրը, որով առաջիկա կոնկրետ ժամանակահատվածի համար ֆիքսվում են նպատակները եւ առաջնահերթությունները։ Այդտեղ որևէ մեկը, որևէ ուժ ես ցանոթ չեմ, որ հիմա ասում եմ պիտի գանք պատերազմ հայտարարենք Թուրքիային, չգիտեմ, պատերազմ հայտարարենք Ադրբեջանին եւ ընդհանրապես խոսքը այլ ընտրանք ամեն դեպքում, որ այդքան հարցնում են, արդյունավետ բանակցությունների գլխավոր բանակցողի փոփոխության մասին է, առնվազն այս պահին, եթե հարց լինի այս մասով, կարծում եմ խոսենք։ Տեսեք, ես վերջի հատկապես սուր քննարկումները ազգային ժողովում իշխանության այդ բանավեճերը եւ այլն, որոնք ամեն օր են գրեթե, եթե երբ որ ազգային ժողովի նիստեր կան, շատ ավելի սրվում են եւ դուք իհարկե եւ ընդդիմադիր ընդհանրապես գործընկերները ձեր իշխանության դավաճան են անվանում, իշխանությունը օրինակ տվյալ դեպքում Դաշնակցությանը անվանում են, ինչպես էր վերջերս, երիտ թուրքերի կոալիցիոն գործընկեր։ Նախ ինչու է դա կիրառվում ձեր հանդեպ հիմա եւ ինչ եք զգում, ինչու է նման հայտարարություններ արվում ձեր հասցեին։ Նախ կարծում եմ բոլորը անգամ Դաշնակցության առանձնապես երկրպագողները վերջին շրջանում ֆիքսել են թիրախավորված արշավը եւ առավել եւս թիրախավորումը Դաշնակցության գաղափարախոսությունից մինչեւ անհատներ, ովքեր ներկայացնում են Դաշնակցությունը, սա ես չեմ կարծում։ Ωστի չեմ կարծում, գիտեմ, որ պատահաբար չէ, պատահականություն չէ, որովհետեւ նախ իմ տեսակետը չէ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանագրում համաձայնեցված կետերից մեկը այն է, որ այսպես կոչված խաղաղության օրակարգի դեմ պայքարող ուժերի դեմ պետք է պայքար իրականացնել նաև երկրի ներսում։ Սա Ադրբեջանի ռևանշիզմի դեմ պայքարի կետի դիվանագիտական ձևակերպումն է։ Հիմա առաջնային է այս կետի շրջանակներում ում դեմ պետք է պայքար իրականացնեն այն ուժերի, ովքեր ասում են, որ այն պայմանագիրը, որը իրենք հայտարարում են խաղաղության պայմանագիր, խաղաղության մասին չէ։ Այնտեղից դուրս են բոլոր հիմնական հարցերը, այնտեղ այդ պայմանագրով համաձայնեցված կետերով չեն կարգավորվում անկյունակարային խնդիրները, որոնք բերել են ի վերջո այսպիսի հարաբերությունների մակարդակի, եւ դա խաբեություն է, որ մեր ժողովրդին է թուղթը ցույց տալով ասում եք խաղաղություն։ Հիմա երբ որ մենք ենք սա իրականացնում, լոկոմոտիվն ենք այս իրականությունը ներկայացնելու, բա ում դեմ պիտի լինի թիրախավորված արշավը, բացի այդ էլի ես կուսակցական ամենազորությամբ կամ ինչ-որ կուսակցականապաշտությամբ տարված չեմ, բայց փաստը այն է, որ Հայաստանում գործող միակ քաղաքական ուժը, ով ազդեցություն ունի նաև Սփյուռքում, կառույցներ ունի եւ իրականացնում է քաղաքականություն, Դաշնակցությունն է։ Այն Սփյուռքում, որը մշտապես խնդրահարույց է եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Հիմա երբ որ այդ գնում ես իրեն Ադրբեջանի Թուրքիայի պահանջները կատարելու ճանապարհով, էլի ում պիտի թիրախավորես։ Միայն Դաշնակցությունը չի այստեղ, եկեղեցին է, նաև անհատներ են, այլ ուժեր են, մենք էլ այդ շարքում։ Հիմա ինչու հարցի պատասխանը սա է, որովհետև իրենք գնում են ուղղակի թիրախավորված արշավ է տեղի ունենում։ Իրենք գնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները կատարելու ճանապարհով, որոնցից մեկն է նաև այս ուժերի նկատմամբ, ովքեր համաձայն չեն հիմա այս ընթացքին, համաձայն չեն, որ մենք կարող ենք տեղ հասնել պահանջները ու նախապայմանները կատարելով, թիրախավորելով, դեմոնիզացնելով, որպեսզի հանրային կոնսոլիդացիան իրենց շուրջ հնարավորինս քիչ լինի։ Ինչ վերաբերում է պատմական մեղադրանքներին, եթե պատմական մեղադրանքը այն է, որ մենք Օսմանյան կայսրությունում աշխատել ենք Թուրքիայի թուրքական ուժերի հետ, այո, դա եղել է, Օսմանյան կայսրությունում է գործել Դաշնակցությունը, այդ պայմաններում է նաև ծագել, եթե մեղադրանքը այն է, որ մենք ամենաշատն ենք ճանաչում Թուրքիային եւ թուրքական ուժերին, դա էլ է ճիշտ, այո, նաև այդ աշխատանքի եւ շփումների արդյունքում առաջին հանրապետության տարիներին անմիջապես ուրեմն ցեղասպանությունից հետո Դաշնակցական կառավարությունը փորձել է լեզու գտնել թուրքական կառավարության հետ։ Եթե մեղադրանքը այն է, այդ մեղադրանքը ուղղակի կիսատ ու կոնտեքստից կտրված է, որ մենք նաև ուժենք, որ այդ ուժերի նկատմամբ նեմեսիս է իրականացնել, դա մոռանում են։ Այսինքն մենք այդ դասերը քաղել ենք, անցել ենք եւ այստեղ է գալիս այս համեմատությունների։ Իրենք իրենց ասածների մոտարապես ենթատեքստային զուգահեռն է,
որ ժամանակին ԿՓ-ն էլ բավական այսպես կոշտ էր տրամադրված Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ 18-19 թվականներին հիշում ենք այդ հայտարարությունները եւ քանի որ հիմա Հայաստանը պարտվել է եւ ուժ չունի դիմադրելու, այսինքն ուժային ճանապարհով որևէ բան անելու, ապա ինքն էլ ինչպես Դաշնակցությունը 18-20 թվականներին այլ տարբերակություններ կան լեզու գտնել Թուրքիայի հետ եւ այդ գործողությունները իրականացնում էր ըստ իս բավական ռացիոնալ այդ ժամանակի համար հիմա էլ ԿՊ-ն է փորձում դա անել։ Շատ լավ, ինչու Դաշնակցությունը եւ ԿՊ-ն չեն կարող իրար հետ համեմատվել, որովհետեւ Դաշնակցությունը պետականաստեղծ, ցեղասպանությունից հետո զրոյից պետություն ստեղծած տարածքները մեծացած ուժ է եւ այնտեղ անհատները որ նայենք, այսինքն ով հետ է համեմատվում, էլի Դրոյի հետ ով է համեմատվում, Քաջազնու հետ ով է համեմատվում, Սինովրացյանի։ Դե զրոյից է, չէ՞, ստեղծվել է, քանի քառակուսի կիլոմետր էր Հայաստանը Դաշնակցությունից առաջ։ Դաշնակ պետություն առաջին հանրապետությունից առաջ։ Այդ ամբողջ հարցը հենց այդ է եւ ով հետ է համեմատվում եւ լավ, եթե համեմատման չնայած դա անարգանք է մեր պետության հիմնադիր այրերի նկատմամբ, բայց լավ, իսկ Դաշնակցությունը ինչ արեց, երբ որ կանգնեց երկընտրանքի արչեւ իշխանություն զիջել, թե պետություն կորցնել։ Զիջեց իշխանությունը իր համար անգամ շատ անընդունելի ուժին, պայքը հետո հայրենիքից փաստորեն դուրս վռնդվեց 70 տարի, ստիպված եղավ գործել Սփյուռքում, բայց իշխանությունը զիջեց, որպեսզի մնա այն, ինչ որ այդ պահին մնացել է եւ կարողանա հայ ժողովուրդը այս տարածքում ապրել։ Հիմա, երբ որ մեզ ասում են, որ ուրիշ ելք չկա, այլ տարբերակ չկա, քան այն, ինչ որ իրենք են անում, դրա ամենացցուն ձևը ցույց տալու իշխանությունից հեռանալն է, իշխանությունից հեռանալը, լծակները զիջելը, որպեսզի ուրիշները գան փորձեն ու եթե այլ տարբերակ չկա, լավ ասում եմ մասնակցեք ընտրություններին, հաղթեք ընտրություններին ձևավորեք իշխանությունը, ի՞նչն է խնդիրը։ Նախ որ եթե Դաշնակցությունը եւ ոչ միայն Դաշնակցությունը այդքան ճիշտ է, այդքան խելացի է, այդքան լավ լուծումներ ունի, ինչու չեն ընտրում Դաշնակցությունը որպես իշխանություն։ Նախորդ հարցը ավարտեմ, այսինքն եթե ասում են որ որևէ տարբերակ չկա, դրա ձևը այն է, որ իրենք լծակները զիջեն, որտեղ մարդիկ հիմա ինչ է կատարում, ասում են դուք սա կարող եք անել, դուք սա կարող եք անել, պաշտպանության ոլորտում սա կարող եք, դիվանագիտության ասում են, չէ, դա տարբերակ չի, դուք չեք հասկանում։ Կարող է տարբերակա դուք չեք հասկանում, զիջեք այդ լծակները, եթե իրոք ավելի լավ տարբերակ չկա, դա շատ կարճ ժամանակում կերևա, բայց իրականությունը այն է, որ ոնց տարբերակ չկա, եթե ուղղակի գլխավոր բանակցողը, որի պայմանավորվածությունները մենք ծավալը չգիտենք, այս երկրում ով կա, որ գիտի Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների ամբողջ ծավալը Իլհամ Ալիևի հետ։ Եթե գլխավոր պայմանավորվողը, բանակցողը հեռանում էր պայմանավորվածությունները, որին անվանում են ինչ որ անվանում են Ադրբեջանի, չեմ ուզում կրկնել, ո՞նց դա հնարավորություն չի բացվում։ Մեր լավագույն բանակցողը, որ կարող ենք ունենալ Արարատ Միրզյանն է, լավագույն պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Հիմա մասնակցեք ընտրություններին, տենց նախ որ պահից Ինչի նկատի ունեք զիջեք, որ ասում եք։ Քան հեռանալ լծակները տա Դաշնակցության։ Չէ, նախ զիջել իշխանությունից ինչ խնդիր կա իշխանությունից ինքնակամ հեռանալու հետ։ Չէ, ինքնակամ հեռանալ զիջել լծակները, թե հեռանալ եւ ընտրություններ իրականացնել։ Հեռանալու տարբերակներ կան, այսինքն ինչ կարող է կառավարություն ազգային համաձայնության լինել, կարող է այլո արտահերթ ընտրություններ լինել առանց նրա որ այդ ուժը լծակները պահելով մնալով։ Եղան արտահերթ ընտրությունները ժողովուրդը գնաց նորից կփոխվեց։ Շատ լավ, ինչ տարօրինակ բան է տեղի ունենել Հայաստանում իշխող ուժը նորից վերընտրվել է։ Այ քեզ զարմանք։ Պարտությունից հետո։ Դա հա բայց ուզում եմ ասել ինչն է, այսինքն որն է այդտեղ տարօրինակ իշխող ուժը, իշխող վարչապետը հրաժարական է տվել, պահել է ժամանակավոր վարչապետի պաշտոնը, բոլոր վարչական լծակները ու էլի ընտրվել է։ Այդ հեռանալ է, թե բան է, գնալ նորից նոր թափով գալը։ Երկրորդը, որ պահից, ինչն է խնդիրը, այսինքն, որ պահից Հայաստանում բողոքի տարբերակով իշխանափոխությունը տենց անընդունելի բան դարձավ էս ուժի նկատմամբ, ուժի համար։ Եթե բողոք լինի միանշանակ, եթե Հայաստանի փողոցները հեղեղված լինեն տասնյակ եւ 100,000 մարդկանցով, այս իշխանությունը 2-3 վայրկյան էլ չի մնա իր դիրքերում։ Տասնյակ հազարավոր մարդկանցով իրականում գնալով մեծացող շարժումներով վերջի 4 տարիներին ողողվում է։ Հա, տասնյակ հազարավոր մարդկանց նկատմամբ կիրառվում են նորմակներ, մենք ձեզ հետ բավական հասուն մարդիկ ենք եւ դժվար է անվանել օրինակ օպերայի հրապարակը կամ չգիտեմ Ֆրանսիայի հրապարակը տասնյակ եւ 100,000-ավոր մարդկանցով լի հրապարակներ։ Այդպես չի։ Ամենամեծ շարժումը եղել է Կիրանցի հետ կապված, այսինքն դելիմիտացիա դեմարկացիայի հետ կապված, կամ ինչպես անվանում են սրբազան շարժումը, դա տևել է 1 կամ 2 օր իր մեծությամբ։ Դրանից հետո աշխվել է։ Ես հենց օրինակ ուզում եի բերել անցած տարվա շարժումը, ուզում եմ ասեմ, եթե կրիտերիան տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս գալն է, տասնյակ հազարավոր մարդիկ հիմա լավ, փողոցում պահելը, եթե մեղադրանք ընդդիմության այն է, որ դա չի կարողացել երկարաձգել այնքան ժամանակ, որ այլևս
երկիրը պարալիզացված լինի, ես դա այդ մեղադրանքը ընդունում եմ։ Մենք էլ ենք ասում, որ խնդիրը, որ չեն կարողացել ստիպել հեռանալ, այն ա եղել, որ այդ ճնշումը, որը 1 օր, 2 օր եղել է, չեն կարողացել երկարաձգել շաբաթներ, բայց դուք հիմա խոսում եք ստիպել հեռանալու մասին։ Ես ասում եմ բողոքի արկայության մասին, այդ տասնյակ հազարավոր մարդկանց հրապարակում ներկայությունը խոսում են բողոքի ծավալների մասին, որ երկրում արկա է, որ ինքը տեսնի ինչ որ մի դե 98-ին եւ հեռանահանգիստ այդ եմ ասում, ուզում եմ ասում 98-ին տասնյակ հազարավոր մարդիկ էլ կարիք չեղավ փողոցում լինել։ Ուրիշ վիճակ էր, ակնհայտորեն։ Ամեն կարող ենք մեկնաբանել։ Հիմա խնդիրը ինչից եկավ այս խոսակցությունը, որ եթե մեկը պնդում է, եթե ես որևէ լիազորություն ունենալով պնդում եմ, որ որևէ այլ հնարավորություն չկա, բայց իմ շահը այնա որ այդ հնարավորությունները լինեն, ես շատ հանգիստ իմ պնդումը կարող եմ ապացուցել հեռանալով, ցույց տալով, որ ով էլ իմ փոխարեն գա, ավելի լավ պայմաններ չլինելու։ Մենք համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանի միայն փոփոխությունը ավելի լավ հնարավորություններ Հայաստանի տալու։ Իհարկե, այդ հնարավորությունը պետք է կապիտալիզացնել, բայց պատկերացնենք վաղ դաշնակցությունն է իշխանության, գոյություն ունի Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստին ծանոթանում է դաշնակցությունը, ենթադրում եմ հիմա էլ ծանոթ են դաշնակցության որոշ գործիչներ տեքստին, որովհետև այնպես չի որ պարբերաբար եղել են հրավերներ, գնացել արտգործնախարարություն եւ ծանոթացել են։ Շատ լավ, ավելի լավ։ Ավելի լավ։ Հրավերը եղել, ստիպելով եք գնացել, չգիտեմ, ամեն դեպքում ծանոթացել եք տեքստին։ Հրաժարվելու եք այդ տեքստից։ Ես նախ որ հստակ լինի, տեքստի փոխանակվող առաջին 4 տարբերակներին հրապարակային պահանջներից, հարցպատասխաններին անդրադառնալուց հետո թեմային մեզ թույլ տվեցին ծանոթանալ եւ այն բանից հետո երբ Ադրբեջանից բողոք եղավ դրա վերաբերյալ, այլևս թույլ չեն տվել, դա շուրջ 1 տարի եւ ավել առաջ էր, հիմա դատական գործ կա այս առնչությամբ, որպեսզի մենք պայքարում ենք, որպեսզի այդ համաձայնեցված կետերը թույլ տան գնանք ծանոթանանք։ Մենք ասում ենք, որ այն ինչ որ իրենք հիմա բանակցել են, ուստացել են, դա մեր շահերից բխող փաստաթուղթ չէ։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի կառավարման 4-5 տարիներին, որ անդրադառնում ենք, ասում ենք, որ պիտի գան հաջորդ իշխանությունները պիտի վերանայվեն են համաձայնությունները, որ ձեռք են բերվել, այսինքն բոլորին պետք է անդրադառնալ ու հասկանալ, ինչը կարող ենք փոխել, ինչը կարող ենք թողնել աշխատել այդ ուղղությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարության տարիներին ձեռք բերված պայմանավորվածություններին պետք է անդրադառնալ, որովհետև ընդհանրապես հարց է առաջանում։ Այս կառավարման տարիները եղել են հայկական, թե չէ։ Մենք պատմությունից ունենք օրինակներ, երբ որ թշնամիները այն երկրում ով պատերազմ պարտվել են, կարողացել են ունենալ կամակատար իշխանություններ, խոսքը օրինակ Վիշի կառավարության մասին երկրորդ համաշխարհային պատերազմին, ով իրականացրել է այնպիսի բաներ, որ այդ ազգի համար դարձել է ազգային ամոթի շրջան, հետո հաջորդ կառավարությունները ամբողջությամբ վերանայել են այդ քաղաքականությունը, չեղարկել են այդ ժամանակ ձեռք բերած որոշումները ու պատասխանատվության են ենթարկվել։ Ամենայն հարգանքով Տիկին Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը մոտավորապես նույն բանը 18-20 թվականներին փորձում էր անել Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների շուրջ, ասելով որ սեփական կետից եմ սկսում, չգիտեմ ինչ որ բաներ են փոխում, դա հանգեցրեց պատերազմին։ Ինչու եք մտածում, որ ավելի թույլ վիճակում, եթե Հայաստանի նոր կառավարություն ասի ես եկել եմ վերանայելու եղած պայմանավորվածությունները, դա կազուզբելի չի, պատերազմի պատճառ չի։ Այստեղ վերանայել, երբ որ ասում ենք, ես ասացի անդրադառնալ եւ հասկանալ այդ պայն գնահատականներով դու ինչը կարող ես փոխել, ինչը չէ։ Այս պայմանագիրը ինչի մասին որ դուք համաձայնեցում եք, ինչի մասին որ դուք խոսում եք, դեռևս Հայաստանում վավերացման գործընթաց անցած չէ, ստորագրված էլ չէ։ Համաձայնեցված է երկու կողմերի։ Ստորագրված էլ չէ, դե այդ փաստաթղթից հետո ավելի շատ են կրակում, քան դրանից առաջ, գերիները Բաքվի բանտում են ընդհանրապես, ստորագրված էլ չէ։ Հիմա եթե ակնկալիքը այն է, որ մենք պիտի որևէ ուժ պիտի գա ու շարունակի այն ինչ որ Նիկոլ Փաշինյանն է անում, գալու իմաստը ո՞րն է։ Մենք ասում ենք հնարավոր օրինակ որևէ ուժ որ գա, արդյոք սահմանադրական հանրաքվե մենք պիտի անցկացնենք այն պայմաններում ու ասենք անկախության հռչակագրին հողում պիտի անենք եւ այլևն է դա պահանջում։ Չէ, ոնց պիտի դա անենք։ Ինչու պիտի դա անենք։ Եթե արձագանքն էլ այն է, որ բայ այդ դեպքում պատերազմ կլինի, այսինքն մենք եկել ենք այն կետին, որ մեր շահը պաշտպանելը պատերազմա բերում, դա արդեն այլ պատմություն է։ Հիմա ես ասեմ, ուրեմն այդ դեպքում պետքա պաշտպանվել։ Ինձ կասեն բան է անում։ Պատերազմի կոչ է անում։ Իսկ Արմեն Գրիգորյանը ԱԽ քարտուղարը, որ ասում է, եթե Ադրբեջանը հարձակվի, պիտի պաշտպանենք այդ պատերազմի կոչ չի, բայց քո վրա հարձակվում են, ինչ պիտի անես։ Պետք է տեղեկացնենք հանրությանը, եթե նման բան լինի։ Որ հարձակվելու դեպքում։ Հարձակվել այսինքն սրվի իրավիճակը։ Այսինքն այսպես բան անենք, այսպես
չենք կարող մենք առաջնորդվել նրանով, որ մեր շահերի պաշտպանությունը կազուս բելի է պատերազմի համար։ Այդ շահերը պիտի պաշտպանվեն։ Կարմիր գծեր կան, որոնք եթե անցնենք, մենք խնդիր ենք ունենալու Հայաստանի Հանրապետության գոյության հետ։ Ախր խնդիրները, որ իմ աշխարհում կարմիր գծեր չկան, դա է խնդիրը։ Դե մեր ազգային շահերի կարմիր գծեր կան, թե չկան։ Մենք պատկերացնում ենք, որ Ռուսաստանի տարածք, որ մտնի որևէ պետություն, նա Ռուսաստանը պատերազմ է վարում հիմա։ Այո, ես ինքնատում եմ, եթե մենք պատկերացնում ենք, խոսում ենք նրա մասին այն ժամանակ, որ եթե Ռուսաստանի տարածք մտնի ներխուժի որևէ պետություն, Ռուսաստանը միջուկային ռում կկիրառի այդ պետության նկատմամբ։ Մտան, կես տարուց ավել պահեցին այդ տարածքները օկուպացված կամ չգիտեմ վերահսկողության տակ, ոչինչ չեղավ, այսինքն եղավ ուղղակի հակահարված եւ դուրս բերել այդ տարածքներից։ Դուք պատերազմական օրինակ եք բերում։ Երբ որ ասում եք կարմիր գծերը պետք է լինեն, ես ամեն օր տեսնում եմ աշխարհում, որ այդ կարմիր գծերը խախտվում են։ Որ կարմիր գծերի մասնակցություն։ Ցանկացած կարմիր գիծ։ Չէ, նկատի ունեմ, երբ որ գիծ կա, որից հետո դու դադարում ես որպես պետություն, որը հայկական պետություն գոյություն ունենալ։ Հիմա դա ամեն գնով պիտի պահպանվի, թե չէ։ Ես ասում եմ, ինչ է նշանակում թշնամու պահանջով սահմանադրություն փոխել։ Նիկոլ Փաշինյանը ղեկավար է երկրի, որ բոլոր իշխանությունները մեղադրել է իրենց հակով սահմանադրություն կարելու մեջ։ Հիմա Ալիևի հակով սահմանադրություն կարելու իմաստը ո՞րն է եւ ով է ասում, որ մենք պարտադիր դա պիտի անենք, թե չէ Ալիևը կբան կհարցակվի։ Դե Ալիևի այդ պահանջները որտեղ են ավարտվում։ Ալիևը ասում է, այստեղ 300,000 ադրբեջանցի պիտի բնակեցվեն։ Դա էլ ենք հաջորդը դրան են գնալու։ 60% ըստ ադրբեջանական սահմանադրության Հայաստանի Հանրապետության տարածքի ադրբեջանական են համարում։ Այսինքն կետը, ովքեր մեզ առաջարկում են գնալ այն ճանապարհով, որ զիջենք, խելոք մնանք, որ չհարցակվեն։ Թող ասեն այն կետը կենկետը, որտեղ այդ զիջումը ավարտվում է։ Ուղղակի կարմիր գիծն է, կարմիր գիծ չենք ուզում բանանել։ Հստակ չէ ոչ մի ձև։ Բայց այլընտրանքը, որ հանկարծ չստացվի, էլի գալիս ենք պատերազմ ենք հայտարարում։ Այս կապիտուլյացիայի ու պատերազմ հայտարարելու միջև կա արդյունավետ բանակցությունները։ Լավ, հասկանում ենք բոլորս, ոչ ոք այնքան վարդագույն ակնոցներ չունի, որ ասի մենք, չգիտեմ, հիմա կարող ենք բոլոր հարցերը լուծել։ Հիմա ում է ձեռնտու արագ բանակցային գործընթացը, հնարավորինս արագ եւ այդտեղ բոլոր պայմանավորվածությունները կատարելը։ Հայաստանն է ձեռնտու ժամանակ շահելը։ Արդյոք մենք այդտեղ գերիների հարցի մասը բերելով առաջ նայերին պլան առաջնահերթություն որպես Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալը, հարցերը, որոնք միջազգային հանրության համար այն ինչ էլ որ մնացել է գոնե հասկանալի են եւ ընկալելի օրակարգեր են, դրանք առաջ տանելը մեզ հնարավորություն չի տալի։ Առնվազն շունչ քաշել, առնվազն այս ընթացքը, որ 6 ամիսը մեկ ինչ որ զիջում ենք անում կանգնեցնել։ Ներողություն, կներեք իհարկե, բայց Ալիևի տեղը ցանկացած մեկը լինի, ռացիոնալ գործողությունների տեսանկյունից եմ ասում, ինչի պետք է թույլ տա Հայաստանին շունչ քաշել։ Իսկ Հայաստանի ռացիոնալ գործողությունները որը պիտի լինեն։ Այո, Ալիևի նպատակը թե ասում եք չթողել Հայաստանին ուշքի գալ, դա իսկ Հայաստանի նպատակը է։ Հայաստանն էլ լիներ Ալիևի տեղը հիմա, Ադրբեջանով եւ Հայաստան տեղերով փոխվեին, Հայաստանի էլ գործողություններ այն պետք է լիներ, թույլ չտար Ադրբեջանին շունչ քաշել։ Հայաստանը եղել է այդ վիճակում ու այդպես չի եղել մոտեցումները։ Այդ կարգի չի եղել, ցավոք սրտի։ Դուք ճիշտ եք ասում, որ Ալիևի ենթադրաբար նպատակները դա պիտի լինի։ Իսկ Հայաստանի մոտեցումները այդ դեպքում ոնց պիտի լինի Հայաստանի ներկայացնողների համագործակցել այդ գործում։ Կառավարել իր վիճակը, համագործակցել հենց այդ է հարցը։ Այսինքն հիմա մենք տեսնում ենք համագործակցություն։ Եթե Տավուշովին առաջնագիծը չկազմաքանդենք, մեզ վրա կհարցակվեն։ Եթե սահմանադրությունը չփոխենք, մեզ վրա կհարցակվեն։ Այս բանը, այս տեմպով ուր ենք հասնելու։ Լավ, վերջին երկու հարցը։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան գոնե համակիրների մակարդակով, բավականին բարձր մակարդակով վերջին շրջանում սուր հակամարտություն է։ Դաշնակցությունը կարծես չկա, բայց լինելով կոալիցիոն գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ այս հակամարտության մեջ ինչու։ Իսկ ինչու։ Չէ, նկատի ունեմ դաշնակցության դիրքորոշումը ո՞րն է։ Նախ որ հարցում։ Մենք տեսնում ենք ակնհայտորեն խոսում են նրա մասին, ով է բերել Նիկոլ Փաշինյանին, մեկը մյուսին է մեղադրում եւ այլը։ Նախ էլի այստեղ հարցը առաջանում, որ հարցում է, որ չկա, ինչ խնդիր կա եւ հարցը այն է, որ որտեղ ուր ես դու ուզում հասնես եւ ինչ հիմա առաջնահերթություններ ունես։ Այո, երկրորդ եւ երրորդ նախագահների նաեւ համակիրների մեջ նաեւ հրապարակային վերջի շրջանում հնչում են տեսակետներ։ Նու բացի Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից բոլորը մասնակցում են այդ բանավեճին։ Երկու թիմերի մեջ հնչում են տեսակետներ վերջին շրջանում հրապարակային, որոնք հարցեր կան, տեսակետների տարբերություն կա եւ դա ուզում հասկանալ ինչու է այդքան մեծ հարց։ Նորմալ է, երկու քաղաքական դերակատարներ ունեն տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ, ոնց որ հանրության համար վերջի շրջան պարզ դարձավ, հիմա
նպատակահարմար են համարել, որ այդ տեսակետները հնչեն նաև հրապարակային, այնպես չի դրանք ինչ-որ նոր ծագած հարցեր են կամ այլ։ Դաշնակցության դիրքորոշումը հետևյալն է։ Մենք հիմա երկրորդ նախագահի հետ Հայաստան խմբակցության շրջանակներում խորհրդարանում աշխատում ենք, կենտրոնացած ենք ավելի մեր աշխատանքների արդյունավետության մեջ։ Մենք կարծում ենք, այնպես չի, որ մեր մոտ կամ չգիտեմ ինչ-որ հարցեր չկան, կամ ամեն ինչ պարզ է եւ որևէ քննարկելու բան չկա։ Պարզապես մոտեցումների տարբերություն կա, հաշվի առնելով նաև այն ուղու տարբերությունը, որը մենք տարբեր է եղել եւ երրորդ նախագահի թիմից եւ երկրորդ նախագահի։ Այսինքն որոշում է չխառնվել այդ բանավեճին։ Ոչ թե չխառնվել բանավեճին, այլ այս պահին կենտրոնացում եւ առաջնահերթությունները այլ են, այլ թեմաների վրա են։ Այսպես կարող եմ պատասխանել։ Լավ, եւ վերջին հարցը, սրա վերաբերյալ բազմաթիվ են եղել քննարկումներ, ուղղակի կուզենայի ձեզնից լսել պատասխան, ընդհանրապես այդ փաստաթուղթը գոյություն ունի, թե գոյություն չունի։ 004 շրջաբերականի մասին է խոսքը, որ իշխանությունը շատ սիրում է ցիտել, դրա մասին խոսել եւ հրապարակվել է նաեւ տեքստ դրա վերաբերյալ։ Ասացեք, խնդրեմ հստակ, կա նման փաստաթուղթ, թե չկա։ Այն, որը որ իշխանություններն են հրապարակել, ոչ, 004 շրջաբերական 001, 0002, 003, 004, 005 մինչև 300 շրջաբերականներ կան, Դաշնակցությունը իր ամեն ընդհանուր ժողովից հետո 001-ից սկսած շրջաբերականներ է իջեցնում իր շարքերին, ամեն 4 տարին մեկ տեղի ունեցող ընդհանուր ժողովից հետո զրոյացվում է այդ թիվը, այստեղ խնդիրը այն է, որ այն ինչ որ մեզ են վերագրում, ինչը որ հրապարակել են, Մաքսային միությանը միանալ, ներողություն Մաքսային եմ էլի ասում, միութենական պետությանը միանալ, Արցախի եւ Հայաստանի հարցը մեկ փաթեթով լուծել եւ այլ եւ այլ։ Այն ինչ որ մեզ են վերագրում, ոչ, եւ այստեղ բանը առաջանում էլի, խնդիրները նաեւ են ինչ տեղի ունեցավ, հրապարակից ինչ որ փաստաթուղթ, հետո սկսեցին մամուլի վրա մունատ գալ, ինչու դա չեն տիրաժավորում, ինչու այդ հարցերը չեն ուղում, փաստորեն Դաշնակցության էլի եմ կրկնում, փորձում են տպավորություն ստեղծել, ինչ որ Փորձում են տպավորություն ստեղծել, որ ունեն փաստաթուղթ իրենց ձեռքի տակ, որով փաստում են, որ Դաշնակցությունը հակապետական գործունեություն է ծավալում, բայց դրա մասին միայն այժմ ելույթներ են ունենում։ Եթե ունեն հատկապես գրավոր փաստեր այն մասին, որ Դաշնակցությունը հակապետական գործունեություն է ծավալում, ես արդեն չգիտեմ որերորդ անգամ եմ ստիպված լինում հերքել, բայց քանի որ ճար չկա, չընթարցակվել են, ես պատրաստ եմ իրենց հետ գնալ ցանկացած քննչական մարմնի դատախազություն հաղորդում ներկայացնել հանրապետության մասին։ Փաստաթուղթը բնօրինակը։ Իսկ տեսեք մենք ուր ենք հասել։ Դաշնակցությունը, այսինքն պիտի իր ներքին շրջաբերականները, իսկ դրանից հետո 005-ը պահանջելու են հրապարակել։ Կուսակցությունը, ով ուզում է ծանոթանալ, խնդրեմ դռները բաց են, կարող են գալ կուսակցության անդամներ դառնալ եւ ծանոթանալ մեր այդ ներքին փաստաթուղթը։ Իսկ ներքին փաստաթղթերին Ես ուզում եմ հասկանալ ԿՊ-ի պահանջով Դաշնակցությունը պիտի հրապարակի, բայց այն փաստաթուղթը, որ Ադրբեջանի հետ իրենք բանակցել են վերաբերում են ամբողջ ժողովրդին, դա պիտի գաղտնի մնա։ Եկեք հակասության մեջ չտնենք, դա էլ պետք է հրապարակվի, բայց եթե կա նաև հանրային հետաքրքրություն սրա նկատմամբ, Եթե կա հանրային հետաքրքիր, մենք խնդիր չունենք, ես կարող եմ անգամ Դաշնակցության գրասենյակում Արծվիկ Մինասյանը վերջերս առաջարկել արեց Ռուբեն Ռուբենյանը գնաց անթանալ, կարող ենք Դաշնակցության գրասենյակում այդ տարբեր փաստաթղթեր տրամադրել։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, եթե մեկի մոտ կա հետաքրքրություն Դաշնակցության ներքին կանոնակարգի ինչ մոտեցումներ ունի, դրա ձևը դաշնակցական դառնալն է, բանանալը, ծանոթանալը։ Եթե ինչ-որ շատ դաշնակցական դառնա, որ կարծում չի անցնի նախընտրական փուլը, բայց վստահեցնում եմ, եթե իրենք որևէ փաստ ունենային, որ մենք հակապետական գործունեություն ենք ծավալում, ես հիմա ձեր եթերում չելինի, երևի բանտում կլինի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիվիլների տաղավարում ես զրուցեցի Կրիստինե Վարդանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։